Սիրելիներս ողջույն, ինչպես եք, ես լավ եմ ու ինչպես միշտ ցանկանում եմ, որ դուք էլ լավ լինեք, ես աչքերիս ակնոցներից պատճառով քթերիս կողքերը մի քիչ հետքեր կա, ուշադրություն մի դարձրեք, ասեմ, որ այսօր ձեզ անակնկալ է սպասվում, շատ էիք ինձ խնդրում, որ ես հանդիպեմ մի անձնավորության հետ, որը ապրում է նաև Լիոն քաղաքում ու այսօր վերջապես մեզ երկուսիս էլ հաջողվեց գտնել ժամանակ, հարմարացնել մեր ժամերը, որ միասին հանդիպենք և թե ձեզ լինի հաճելի, թե մեզ լինի հաճելի և վերջապես մոտիկից ծանոթանանք միմյանց հետ։ Հիմա ես մի քիչ շուտ եմ հասել, մի փոքրիկ կշրջենք, հետո կառաջանանք դեպի դուռը, որ հանդիպենք տվյալ անձնավորության հետ, չեմ ուզում ասեմ ով է, չնայած ինձ թվում է, որ արդեն գուշակել եք, եկեք լավ ասեմ, հանդիպելու եմ Տաթևի հետ, Տաթևն էլ է վլոգ վարում, ու շատ-շատերը իրան դիտում եք ու շատ հավանում եք, դրա այս պատճառով միշտ ինձ գրում էիք, թե ճանաչում եմ, արդյոք դիտում եմ և այսպես շարունակ, ասեմ, որ մինչ այս YouTube-յան ալիքը սկսելը իրեն դիտել եմ, նույնիսկ հեռակա ծանոթ ենք եղել և այսպես շարունակ մնացածը արդեն միասին։ Եկեք մի քիչ շրջենք, մինչև Տաթևը կմիանա մեզ։ Հեսա ժողովուրդի է, le code c'est lequel pour montrer à les gens, չգիտեմ սենց ցույց տամ, երևի կերևա, էսի է տուփը մի խոսքով, մերսի է։ Ժողովուրդ, ես ձեզ պարադոքս դուխին էլ ցույց տվեցի, որտեղ դուք ինձ հարցնում էիք միշտ, այդ դուխու տուփը, այդ տուփն է ես գցել եմ, հիմա մտահատուկ ձեր համար պարֆյումեր մի խանութ և դուխին նկարեցի ձեզ համար, բայց որ ճիշտն ասեմ չնկատեցի գինը նկարել եմ, թե չէ, եթե նկարել եմ էլ ավելի լավ, եթե չեմ նկարել ներող եղեք, ես ուղղակի տուփը նկարեցի ձեզ համար, որպեսզի մոտավորապես իմանաք, ես գնել եմ Մարիոնո խանութից, ուզում եմ հասկանամ մենք ուր ենք, երևի վերը պետք է բարձրանանք, ես գնել եմ Մարիոնո խանութից ժողովուրդ, սա մեր մեծ առևտրի կենտրոնն է, մեր տանից մի 45 րոպե է տրամվայով, հաճախ չեմ գալիս, որ անկեղծ ասեմ, հազվադեպ դեպքերում եմ գալիս, եթե ստեղից բացի ուրիշ տեղից չեմ կարող գնել տվյալ ապրանքը, միշտ ոնց որ գալիս եմ այստեղ, եթե չէ, ուրեմն գերադասում եմ ուրիշ խանութներ գնալ, ավելի արագ է լինում, քան թե այստեղ, որ գալիս ես ինքը ահա որ մեծ է, ու մինչև մի բան գտնում ես ժամեր է տևում, մենք բարձրացել ենք 3-րդ հարկ արդեն, ահա, սա ոսկու խանութը, այդտեղից եմ ժամացույցս գնել իդեպ, բայց մեր մոտի ստեղ սենց մուրաբաների ինչ-որ տեսականի է, ստեղ ինչ-որ նատյուրել դեկուվերտ, չգիտեմ ինչ խանութ է, ուզում եք եկեք գնանք մի հատ մտնենք նայենք, տեսնենք ինչ կա այս խանութում, նատյուրել, La Dolce Vita, երևի իտալական ինչ-որ, բադրջաններ էլի ժողովուրդ, եկեք տեսնենք ինչ կա այս խանութում։ Bonjour, ça vous dérange pas si je vais filmer un petit peu? Si ça vous dérange, je... Pas filmer les gens. Ah, non, les gens non, les produits. Merci. Ստեղ սենց սիրում բնական է, էսի ռոզ էտերնել է կոչվում, ինքը բնական է, չի թորոմում, ստեղ ինչ-որ պլիտկաներ է, մի խոսքով ոնց հասկացա ամեն ինչ Իտալիայի հետ կապ ունեցող բաներ է, ստեղ բույրերը կա, տան բույրեր են, չգիտեմ երաշտությունը կարող է թույլ չտա, նայեք ինչ լավ գամակ է, նապաստակներն են լավ էլ, նայեք եսի երևի սենց հատուկ սարկած է տեսեք, հավեսին է սարկած, լավ դուրս կանք արդեն ստեղից, տենց ինձ թվում է հետաքրքիր բան չկար մեզ համար, դուրս եկանք,
Merci. Au revoir. Ստեղ դիմացը կյախվուղն է, ես կյախվուղ չեմ ուզում, երևի ավելի շատ են կողմ հեսա կգնանք, տեսնենք են կողմում ինչ կա, նորություն էր այդ խանութը, բայց ինչ որ մի հատուկ յուրահատուկ բան չկար, որ ճիշտն ասեմ, դրա համար իմաստ չկար երկար մնալու, այստեղ շոկոլադի խանութ է, Աչե, մենակ շոկոլադ չի էլի, ամեն ինչ է, բայց չենք մտնում, ինձ թվում է, այստեղ ժամացույցների, առաջանանք դեպի են կողմ, տեսնենք են կողմ ինչ կա, եկեք գնանք մի քիչ Maison du Monde, ես Maison du Monde-ի խանութը իրականում շատ եմ հավանում, գնանք մի հատ շրջենք Maison du Monde-ով, տեսնենք ինչ կա գեղեցիկ ու արդեն իհարկե քիչնենք, որ սպասենք Տաթևին, որովհետև կամացի ժամը մոտիկանում է, ես քիչ շուտ հասա, աշխատանքի էի մի քանի րոպեով մտել, հիմա դուրս եմ եկել, պետք է այսօր իրականում լի օր է ինձ սպասվում, նախ Տաթևիկի հետ պետք է չէ, սկզբից գնացի աշխատանքի, հետո գալիս եմ Տաթևի հետ հանդիպելու, հետո պետք է գնամ Ինուլենս տուն, Ինուլը ինձ հրավիրել է իրենց տուն հյուր, մի խոսքով այսենց խառը ու շատ գեղեցիկ օր է ինձ սպասվում այսօր ու ինչպես միշտ դուք էլ ինձ հետ քլը մտնենք, շրջենք տեսնենք այստեղ ինչ կա երաժշտությունները ինձ սպանում են, որ միացնում են սա էլ նույնպես խոհանոցային պարագաներ է մետաղ մետաղից է ժողովուրդ ես չէի տեսել որ ճիշտ ասեմ ոչ մի անգամ մետաղից, հելի մի հատ գրեք, իմանամ, սենց ունեմ, էսի շատ հարմար է, էսի դուրս է գալի մեջից, որ պիրոգ ես սարքում, պիսոչնի խմորով շատ հարմար է, ընդհանրապես յուրաքանչյուր խմորով շատ հարմար է, բայց սա էլ է հարմար բան, շատ լավ խանութ է, գիտեք, չէ? Կարելի է գալ, բայց մի հատ գրեք, ով ունի սենց մետաղյա ֆորմաներ, արդյոք արժի, թե չարժի, գրեք իմանամ. Եթե արժի կամ գնեմ, դեվ ես ոչ մի անգամ չեմ օգտագործել գեղեցիկ սալատի ամաններ, յուրահատուկ սպասք է, ամեն մարդու տան համապատասխան չի, ոնց որ պետք է այս գույների մեջ լինի ձեր տան դեկորացիան, հա, խոհանոցի, այդպես ասեմ, որ աչքին հաճելի լինի, թե չէ իմ կարծիքով ոչ բոլորին համապատասխան այս ծորկաներն էլ կա այստեղ ցույց տա մարդես, եթե հանգարց ուզենակ ես խանութ հաճախեք, իմանաք այսպիսի փայտից էլ կա գները մատչելի չեն, ասեմ իմանաք, գները հեչ մատչելի չեն ասենք սա եթե կյախվողից կառնեք 2-3 եվրով, այստեղ 8 եվրոյա սա է հետաքրքիր բաննեք Փլավ սարքելու համար, փլով, սպագեցի, լավ գնացինք ստեղից, որտեղ իսկ թվում ես երաշտություն իշի թողելու, որ ես այս հոլովակը տեղադրեմ, շատ անհամ երաշտություն են միացնում, գնանք մտնենք Maison du Monde, ու կամացից իջնենք ներքև, Գալերի Լաֆայետն է, այստեղից էլ եմ հաճախ գնումներ անում, բայց ինձ այս Maison du Monde-ն է հետաքրքրում, սիրում եմ այս խանութը, շատ լավն է, շատ գեղեցիկ է, շատ սենց շունչդ բացվում է, երբ որ մտնում ես այս խանութ, գեղեցիկ լիմոնից, բոժող, լիմոնից բաժակներ, շատ գեղեցիկ են, սա չգիտեմ ինչ է, երևի դեկորացիա է ուղղակի, հետաքրքիր բիժուտերիայի համար, տան համար, շարունակեմ ձեզ ցույց տալ ու ես էլ ինքս հիանալ այս գեղեցկությունով Սոչինի չիսի ժամացույց շատ սիրուն է սա էլ է շատ գեղեցիկ մոմը դնում եք սա կարող եք օգտագործել ինչի համար որ կուզեք այսպեսի գեղեցիկ մոմեր կան մեծ բավականին գինը չգիտեմ որ ճիշտն ասեմ 24.99 չգցենք հանգարց ամեն դեպքում վնաս չտանք խանութին
Շիշ լավ խանութ է, երաժշտություն էլ չկա զգում եք, ժողովուրդ։ Գեղեցիկ սուրճի։ Ես ունեմ այս սուրճի կանաչ բաժակները ունեմ, տեսել եք ինձ թվում։ Ափսեները, իմ սախ կանաչն է, հիմա մոդայ անգել ստերևույթին սպիտակը, բայց այդքան չեմ հավանում, որ անկեղծ լինեմ, այստեղ տան գեղեցիկ մաներա, բարձեր, ժամանակ դեռ ունենք, դրա համար հանգիստ ես ցույց եմ տալիս։ Ինչ հավեսին լռություն է։ Այստեղ տան համար գեղեցիկ, իհարկե արհեստական է, կտորից է, պլաստիկ չի, ինչը որ լավ է, այսինքն նա պլաստմասեջ չի, անդուր հոտ չունի, կտորից են, շատ գեղեցիկ են և բնական տեսք ունեն, սրանք արդեն բնական չորացրած ծաղիկներ են, այսպիսի կակաչներ է կա, էլի նաև կտորից է, պլաստիկից չի, գները այսքանը 3.99, գեղեցիկ են իրականում, բայց չգիտեմ, ես այդքան չեմ հավանում, սենց ծաղիկներ չեմ սիրում տան մեջ դնել, չորացրած կարելի է, բայց ոչ այս ձևի մոմակալում է թլինեք, ինչ գեղեցիկ մոմակալը, ձինել է շատ գեղեցիկ, մոմակալը այս մեկը շատ հավանեցի, այսի, հնաոչ տուն, որ լինի, շատ գեղեցիկ է, սեղանին մեծ, սեղանին դնում ես, շատ գեղեցիկ կլինի, այստեղ հայրեն չգիտեմ, կադրեղը, հայրենը մորացա ժողովուրդ, մի խոսքով հասկացակ արդեն նկար դնելու, հայլիները, այս ետևի հայլինը շատ գեղեցիկ ասեք, շատ գեղեցիկ տեսք ունի ու բավականին գները մաչելի ասեմ իմանաք, այդքան վախենալու չեն գները իրականում իր համեմատած իր գեղեցկության հետ, այսպես դուրս կանք արդեն, կամացից երևի թե իջնենք, այն կողմը ցույց չեմ տվել, գնանք այն կողմի սպասքնել նկարենք, այստեղ արդեն սեղանը գցած մեզ են սպասում, ինձ ու տաթևին, այստեղ հասարակ սպասք է կայլ ասել, չուրգույներ չունի վրեն, ես իմ բաժակներից է, Արսեն համերը չի մնաց երեխեք սաղ կոտրել են, իմ գլուխը կերել են, ժողովուրդ, վերջ ես դուրս եկա խանութից, երևի թե արդեն իջնենք ներքև ու ներքևում կսպասենք, այս խանութը չենք մտել, եկեք մի հատ այստեղ մտնենք, լավ, Bonjour, սենց ցույց տամ, անցանոտ խանութ հավոր ճիշտն ասեմ, չգիտեմ, ինչ է, հեսա մի հատ ես ինքս ծանոթանամ, Je vais juste regarder après, merci, c'est gentil. Ստեղ էլ հոտեր կան, նայեք, տան հոտեր ավելի շուտ էլի, ես սիրում եմ ընդհանրապես, շատ գեղեցիկ է նայվում տան հոտերը, որ դնում ես ու ասեմ մի հատ բավականին սուր հոտեր կա, տեսականին մեծ է, այս նրանք կարծեմ բանի համար են, կարող եք փչել օրինակ կտորի վրա, զանավեսկաների վրա, բազմոցի վրա, սրա հոտը շատ անուշ է ժողովուրդ, բլեք վանիլա, շատ անուշ հոտ ունի ու գին էլ թանկ չի, 16.99, հələ մեկ վարկյան ես սրա հոտը քաշեմ, սա տղամարդու հոտ է, լոգարանին շատ կսած ես հոտը, կա օջար մոմը հետը, բավականին մաչելի է ու շատ անուշ հոտեր ունեն, ու ասում հուսով ենք, որ լավ բույրը գալիս է, լավ խանութ է, հետաքրքիր է, ես այս խանութ ոչ մի անգամ չէի մտել ժողովուրդ, ավելի շատ ոնց որ տան ռելաքսի պարագաներ է, զգում եք, բարձիկներ, արոմներ, յուղի հոտեր, sweet vanilla, քաղցր վանիլ, մեր Էլենչոնա վանիլ շատ սիրում, վանիլային հոտը, Maison du Monde տիպի է, բայց իհարկե Maison du Monde չի, ուրիշ ինչ որ խանութ է, իրականում առաջին անգամ եմ գալիս այստեղ,
Բայց հետաքրքիր բաներ կա ու գներն էլ որ ասում եմ աչելի է, կարելի է թույլ տալ այստեղից գնումներ անել։ Ափսեներ, այստեղ արդեն սպասքն է գալիս։ Սա էլ է շատ հետաքրքիր, եթե ինչ-որ կաթեք ուզում լցնեք կոֆեի մեջ, սուրճի մեջ։ Ժողովուրդ լավ։ Բիստրո։ Եկեք ստերից էլ դուրս կանք արդեն։ Տաթևիկը միացավ մեզ, իրա ծուտիկի հետ։ Բարև Տաթև ջան։ Ոնց է ախեմ ծանոթության համար։ Պաչեմ պաչեմ, որ հանգարց բան չանեմ։ Չէ։ Մեր բուլիչկան Տաթևի հետ։ Ուրա։ Բուլիչկա։ Ես իրան բուլիչկա եմ ասելու հիմա։ Ներող եմ։ Ուրիշ ձև չեմ կարա, դենքոն հոմով ես։ Աշկերնի ոնց որ չամիչիկ լինե։ Դες թարսնայց աշխատող։ Ես մոքինա մի խանգարի, դե վլոգ ենք նկարում։ Չէ, կողքը։ Հորոց։ Ահա։ Երեխեքին շատ են սիրում, ընդհանրապես շատ են սիրում։ Կախարների սիրում։ Օրինակ դարուշտը դարձած։ Հա, մազերով շեյք Չեր սիրում։ Դե մեր երեխեքը հատուկ նախընտրություններ ունեն։ Ըստ որ չոմազերը սև, երեխեքը սովորել սևի։ Ջոյ։ Բայց ինձ ասեմ քեզի, մեր խանութում մի հատ երեխա կա։ Այսքան էր ժամանակին։ Այդ երեխան կայլասկայի մեջից ձեռքերը պարզում էր, որ գար իմ գիրկը, մոր գիրկը չէր գնում, շատ տարօրինակ երեխա էր։ Ու մինչև հիմա ինքը արդեն դարձել է երևի առաջի թե երկրորդ դասարան, 6-8 տարի արդեն այդ խանութն է, այդ երեխան էլի գալիս է, փաթաթվում է ինձի, ոնց որ ես իրա հարազատ եմ, ես չգիտեմ ինչի ատել։ Ու ընդհանրապես երեխեքը լավ են հետս։ Չսկսես, ասել եմ լավ են հետս։ Սլացելի է։ Ու ցիտիկ էր տեսնում։ Այ ես ցիտիկների հետ հեշ լավ չեմ։ Վաղանում եմ։ Ժողովուրդ, ձեր խնդրանքը կատարել եմ։ Տաթևիկը ձեր խնդրանքով համաձայնվել է իմ խնդրանքին ու մենք հանդիպել ենք, շատ ուրախ եմ իրականում, որտեղ տարիներ առաջ Տաթևիկը ինձ օգնել էր, հիշում ես իմ ռուսական ալիքը։ Ես քեզ գրեցի, խնդրեցի, որտեղ օրենքներ կա YouTube-ում, որ եթե 1000 բաժանորդ չունես ու 4000 ժամ դիտու, չես կարող մոնետիզացվես։ Ու ես Տաթևիկին լրիվ անծանոթ, ուղղակի գրեցի, Facebook-ով գրեցի, կարծեմ, խնդրեցի, ասեցի, եթե հնարավոր է, որտեղ մի քանի բաժանորդ էր պակասոր 1000 դառնա։ Դու արեցիր, հա։ Այո, ու ես կա, հիմա արդեն 31000 թե քանի 1000-ից մեկ, արդեն ոնց կենտրոնացել եմ այս ալիքի վրա, մի քիչ էլի թողել եմ, մի քիչ ետին պլանա, էնի խոհարարական է, դա մենակ ուտելիքների պատրաստման բաներին է, ու ես էլի չեմ մոռան, ես ընդհանրապես այդպես չէ, անկե, այնպիսի բան է, որ իմ համար անում են, ես չեմ մոռան։ Դու ինձ տարիներ առաջ օգնել ես չգիտեմ ինչով էր, դեռ դեռ Պատկերка գնաց է։ Մի բան եմ հարց է տվել պատասխանը։ Ես քիչ շատ եմ։ Հա, ամեն ինչն եմ մոռանում։ Ես լավը չեմ մոռանում, բայց վատն էլ չեմ մոռանում։ Հա, անկե։ Շատ իզուր։ Չէ, հավատա լավը իրոք պետք չի մոռանալ, որտեղ մարդը, նայ, լրիվ անծանոթ եմ ես քո համար, ասենք իմ նման կարող է մի 100 հոգի քեզ գրել։ Ու դու պարտավոր չես, ասենք ժամանակը տրամադրես անես, ու դա իմ համար շատ մեծ բան է։ Այնպես որ բայց այդքան ոնց որ չես նկարում, ես գաց, այսինքն կտորներով ես նկարում, հետո պատմում ինձ բլոգները, ես ուզում եմ ժամանակ ինչքան ավելի ազատ էի ես, ինչքան ավելի շատ։ Քան հիմա։
Իսկ հիմա հակառակն է։ Ես հիմա շատ ազատ եմ եղել, հասնեմ ասում եմ Հայաստանի գալուց այդ ազատությունը ունենա, էլի որ հիմա ունենա, որ դեռ ասում կաշկանդվելով, բացելով, նայելով, հա, կգնամ կնկարեմ, բայց ուզում եմ սկիզբը հասկանում, վլոգները նայեմ, զգում եմ, որ ես էլ եմ սենց։ Քոնը հակառակը։ Հա, հիմա հակառակն է, հիմա ասենք կմարկանց մեջ ուրիշ, բայց հիմա էլ ավելի պետք ազատ, ես հիմա սաղ եմ նկարում, ես առաջ ինձ թվում է փոքր ժամանակն է, քան չէի նկարում։ Չէ, ավելի քիչ է։ Հիմա ամեն մեկ այս ով հերնում է, ինձ է ով հերնում է վլոգանքներով։ Ես շատ երկար ժամանակ եմ նկարել, շատ, երևի 5-6 տարի ես այդ միտքը իմ մեջ եմ մտել։ Ասում եմ, даже փորձեր եմ ասում նկարել, որ ինձ նայում էր, ասում եմ, Ես այս ալիքը որ բացեցի ոչ մի չի ասում բացել։ Ես խառներում ամուսնուս չի։ Սա ինչի, ասի մի հատ տեսնեմ որ կաշխատի, ոնց որ բանձանոցները։ Հա, քազալիկ բացեցի, վիդեո տեղադրեցի, դիտումները լավ առաջ գնաց, բաժանորդա գնում էին արագ-արագ։ Ես ինքս զարմացել էի, որ ճիշտ ասեմ, դե չէի սպասում ընդհանրապես։ Ու մեկ էլ օրերից մի օր Արմենը YouTube-ով թարթում է, դե բերում է երևի ավտոմատ, չգիտեմ ոնց է բերում, որ ճիշտ ասեմ, ես է գործից գալիս եմ, տուն եք զում։ Ես ինչ ես նստած խոսում։ Ուտե բացվեցի, հետո բերնասացին էլի չէի ասում, ասում է թող անձանոթները նայեն բաժանորդագրվեն, որ ես գամ հետաքրքիր է, թե իմ հարազատներն են գալու բաժանորդագրվեն, ու սկացի որ չէ, ոչ է թե ստացվում, հա, սկզբից բերն էր Արմենը, հենց վերցնուց անջատի, անջատի, հիմա չէի սովորել է, քեզի պեցի նիտա, ու դες պիտի, ներով, Սոսունը չի, այս ներխած երկուղաչի շոկոլադը։ Իսկ հիմա այս նորի օգուտ է, Շատ երեխեք ուտես, որը դες մասն է։ ես է որ արջուկների են ուտում։ Սպանում եմ դրանով։ Ասենք մեկ-մեկ գալիս են խանութ, արջուկը սոսկայից կախված կեղտոտ, դատե որ նամես ասում ես վախ ինչ մեղգին է երեխեքը, ու մեկ է համ բերանի մեջ, լավ էլի։ Ես ծառը նկարում որտեղ մեծ երեխեք։ Հա, չէ, իմը նանիկը կերել է երևի թե մինչև ինչքան ասեմ, 9 ամսական կերավետուցեց։ Սամոն ընդհանրապես չի կերել, ես Սամոյի համ սոսկանեի, համ կաթիշիշնեի, ընդհանրապես ամեն ինչնեի, դրա համար ինքիս փող չէր գալի, դե գիշեր կեցեք, մի հայր բարևեք 41 կիլո։ Ոնց էր մանրած մարդը ոնց է տեսնում էի, այդ վաղ նոսավ նկարների ճղեր կապել։ Որտեղ ես ես որ նայում եմ, լացիս գալիս է։ Քանի որ կերակրում էի, ասենք կերակրող ապարատը բավականին մեծ էր, բայց օբշի ես մեզ մի հար էի, ուծված, ուքնոց, ոնց եմ ասում, դրած ծններին է, համար ասի չէ, այս նկարները չպետք է գոյություն ունենային կյանքում։ Իսկ Ալոնան մեծ փոքր աչքեր, հերում, ուտում քնում էր, սոսկան նորմալ ուտում էր, մեծի նման, ընդհանրապես չակամ։ Այդտեղ երեխան 20 կարելի ուներ։ Շատ հեշտ է նկարել, մաց ասում եմ շատ ծոպած օրվանի, ճիշտ ասեմ, քիզերի ինքնապատը բոլորը։ Բայց ընդհանրապես, որ տարիքային կգնուսներ, դժվար շրջանից շատ չի եղել, շատ հեշտ է։ Բայց իրանք եղան Չնմանակը հատավակն առաջին երկու ամիսներ շատ է։ Իսկ հիմա սենց էլ կգինա, իմ փորձից եղներով, իմ կարծիքով տենց էլ կգինա, որովհետև չի կարող ես կփոխել։ Կնոցը բնավորություն կրավերը տարբեր է։ Ովին շանս ունա, սիմա, կավելի շուտ կխայլին սիմա։ Չդես քայլոց է այլ։ Ոտի ատամ չի ունի։ Տուվանի դուց։ Իվես չէ, կարող է մեկ էլ մի օր տնաս, ու մի անգամից ասել 4 սատ հանել։ Կայշին ես դենց անվել էր 4 մի անգամից երկու ատերևից երկու
Ջնգերանը просто ջնգերանը քնությունը անցել է ուրեմն Գտնորեն է բերեց իրար տողուն, էլի է տարիքի է։ Սես մի անգամ է դասնա հապցակ բավեր է, ինքոն լավ նայելիս է։ Հետո հետ գրգեց, մի քիչ անցավ, արդեն մի քիչ հետո խոսացի բան ու գրգեց, ու սյո մնաց գրգեց, են չէ եթում։ Դե չէ, ինք տավան դուրս է լինի, ասին մեկին ինքը նայի, ինքը դուրը չտա ու նայի ու լարդի։ Ու ինքը նա նայի, վատի ոչ է նայի։ Նանիքն է մեծ աղջիկս է այդպես փոքրվա, երկու միտես ոնց է գրկում էիր, սես գլուխը մցինում էր, որ չտենար էր մարդու ու լացում էր։ Պրծնում էր հերով ֆլոքսս նայում էր բրեն, նորից լացում էր, նորից էր գլուխը պահում, դիմի նայի մոներ։ Ուտակ կիվ է, Շորդ, մենք տաթևի հետ մի կուրս զրուցեցինք, դեսից դենից խոսացինք, մեր անցյալը հիշեցինք, բավականին է, որ ասում ճանապարհներ կա, որ միանման ենք անցել, մի խոսքով հելանք, խոսալով իրար հրաժեշտ տվեցինք ու մոռացանք վերջը նկարենք, այսինքն իրար հետ դες ասենք, են ինչ-որ կուզենայինք ասենք, ինձ թվում է մի խոսքով, հիմա մի հատ մտնում եմ ուրիշ խանութ բան ունեմ վերցնելու ու գնում եմ Ինեսենս տուն։ Bonjour. Merci. Merci. Ահա, մտնում ես խանց։ Հյութ են հյուրասիրում, հյութ հա ինչ է, չգիտեմ։ Ոսակ իմանանք։ Ջուրա։ Ջուր է։ Այստեղից մի հատ փոքրիկ բան եմ վերցնում ու գնում ենք։ Այս խանութը շատ եմ սիրում, ստեղից էր իրականում իմ նվերները Ալոնայի ընկերուհու կողմից գեղեցիկ բաներ կա այստեղ, որ նայեք։ Ձեզ երևի ցույց տամ մի փոքր ու դուրս գանք արդեն։ Որակը շատ լավն է այս խանութի։ Ամեն տեսակետից, թե հոտերի, թե դեմքի խնամքի։ Ստեղ Էլեննա շատ սիրում իր ձեռքերը լվանալ։ Դերս ժողովուրդ։ Գնանք այն ինչի համար, որ եկել եմ վերցնեմ ու դուրս գանք։ Դա մի հատ էլ շոկոլադի խանութ, նայեք ինչ հավեսի նվերներ կա ստեղ, որ կարելի է գնել։ Այս պլիտկաներն են շատ համով են, շոկոլադները շատ լավն են։ Կարող եք նաև ընտեղ ընտրել ու ձեր ուզածը դնել։ Այստեղ այս տիպիները կան։ Ես այստեղից մի բան ընտրեմ, քանի որ գնում եմ Ինուլենս տուն ու դուրս գամ։ Ժողովուրդ, ես դուրս եկա արդեն խանութների աշխարհից, գնացի մի փոքրիկ նվեր Ինուլի համար, տան բույր եմ վերցրել Ռիտուալից, այս բույրը շատ լավն է իրականում, շատ ուժեղ է, շատ անուշ շարամատներ ունի, տարբեր չէի իմանում, որը ընտրեի, չէի կողմնորոշվում, պարզվեց, որ նվեր ունեմ Ռիտուալից, տանը երևի ցույց կտամ հետո, ծննդյանս կապակցությամբ, մի խոսքով անակնկալի եկա, որտեվ չէի մտածում, որ ինչ-որ նվեր կլինի, հատկապես այդքան օր արդեն անցել էր, ասում եմ, դուք նվեր ունեք ձեր ծնունդի համար, ասեցի շատ ուրախ եմ, շնորհակալություն, մի խոսքով, հիմա սպասում եմ տրամվայցիկին, հեսա մի կողմին է եկավ, Արմենը գրեց ասում է, ուզես կամ հետևիցդ, ասեցի չէ, քեզ պետք է մի կես ժամ որ գաս, կես ժամ էլ որ հետ դառնանք, այնա ես մի անգամից տրավայքը նստեմ կգամ, որտեղ մի անգամ հələ տուն չեմ գալիս, եթում եմ Ինուլենց, այնպես որ իմաստ չունի որ դու գաս հիմա, ներս մոտ խեղտոց է, ինչ ասում, ու լավ, 10 րոպեից, մոռացել էի, որ այսօր ոչ աշխատանքային օր է ու շուշ են աշխատում, հիմա նեք ասի արի հետ ելցս, բայց դե լավ ոչիշ նստենք մինչև կգա, այս չիպսերը բրթենք ենքում, այս աղունիկը չգա, մեզ մոտ, եկեք լավ ուզում եք սես ցույց տամ,
այս գրենքում մարմնի յուղն է, որը որ նվեր ստացա։ Այս էլ ինուլի նվերն է, այս հոտն եմ ընտրել, կարմիր գույնի, մեկ էլ դա ուազանից պլիտկա վերցրեցի, մի փոքրիկ, վերջ, ցույց տվեց երկու շեմ տալու։ Հիմա սպասեմ գա, շողներ չեմ վերցրել հետս, ես սովորություն չունեմ ինձ հետ կոսմետիկա ման տալու, դրա իսկ պատճառով ես վիճակում եմ, բայց դե ոչինչ։ Շորտ ես արդեն ինուլենց տունն եմ, նայք ինձ սիրուն սեղանա գցել, ով ունի սենց ընգերուհի, ոչ մեկ, հեսա թխվածքն էլ հեսա կտրում է, նայք, ես էլ մեր ինուլիկը, բարև ձեզ, թխվածք էլ հատուկ իմ պատվին, չի ուզում փորիկս նիհարի, ես ամեն շաբաթ դիետա եմ սկսում ին, ասում եմ շաբաթոց կաղցը չեմ ուտում, ու բկլիկի պես այդ սաղ շաբաթ ուտում, ասում եմ մի քիչ ուտեմ, որ հետո էլ չուտեմ, լավ է, այսօր էլ քո թխվածքն եմ ուտում, ու վաղվանից կարում եմ բերանս, խոսք ես տվել այ, խոսք եմ տվել, որ ուտեմ ով այ իմանալու, Չէ, իրոք ուզում եմ, որտեվ քաշս լավ գցել էի, 4 կիլո իջել էի։ Հիմա նորից հետ կիլո վեկալել եմ, 2 կիլո հետ եմ։ Հա։ Մալադեց։ 2 կիլո նորից չաղացա, ինչ մալադեց, բկլիկության պատճառով։ Դուրս գալիս է։ Չէ։ Օխ, հետո ինուլին մի բաժակ ջուր կտակ խմեմ։ Անպայման, հեսա մի վարկյան։ Այո։ Շորտ, մի խոսքով Ես երջանիկ մարդ եմ, ինձ աչից ձախից միշտ նվերներ են անում, ինուլի ինձ նվեր է առել, ինուլ, անկեղծ չէի ուզում վերցնեի, հիմա այս տեղում բացում ենք, տեսնենք ինուլիկը ինչ ա գնել մեզ համար, Այ նեսա, ես իմ վատ եմ զգում, լուրջ եմ ասում, ինչ ա գնել ինուլիկը, ապա նշայք եք, Հացում ենք, Մարին ու Անա, բացում ենք, նորից ենք բացում, Ինչ լավ եմ պատաթել, ես ինչ սիրուն օյնուր, ես սրա մեջ կարելի է դնել ելակներ Այո, ես հենց կարմիր մրգերի համար էլ առել եմ Տենում ես, իզուր չի որ ինգերություն ենք ան շոտ Ես գիտեմ, որ դու կարմիր մրգեր շատ ես սիրում, դրա համար էլ կարմիր մրգերի վազա առել Ես խոստանում եմ, որ գաս մեր տուն, ես կարմիր մրգերով կլցնեմ և մենք միասին կուղտվենք մեր շատեսակ ես մի հատ է պայչոն կանեմ Բայց էլ չան ես տեսվում, ոքի Մենք է միշտարի Միշտարի ես օրերին Ներսի նոնց Սախարսին պաչեմ Դեկեք որ կամերան անջիտ նկարում ես Ահա ժողովուրդ, ես ինուլենց տնից հելա, հիմա գնում եմ խանութ Գնամ մի քանի գործողություն կա խանութ մեր անեմ Այսինքն աշխատանքի տեղ եմ էլի գնում, խանութ մանգալու չեմ գնում ու գնամ տուն Արմեններ զանգես Մարի կոֆե խմենք ասի սպասի հետ մի գործից էլ պրծնեմ ու գամ լավ զրուցեցինք ինուլի հետ մի կուշտ այս կողմից այն կողմից խոսացինք շատ հավես ժամանակ անցկացրեցի օպրի ինուլս որ կանչեց այդպես երևի թե ձեզ արդեն ասեմ ցտեսություն Շնորհակալություն, որ դիտում եք, հուսով եմ, որ վլոգը հետաքրքիր ստացվեց, կհանդիպենք, ինչպես միշտ ուղարկում եմ, պաչիկ!